Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Յոնիսյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Յոնիսյան։ Ողջույն։ Դուք ինչպես կմեկնաբանեք Լավրովի վերջին հայտարարությունն այն մասին, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի լիազորությունները հիմա ժամանակավորապես դադարեցված են, անազատության մեջ է քաղաքական հայացքների պատճառով, որովհետև ինչպես Լավրովն է նշում, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կոչ է արել դիտարկել Հայաստանի միացումը Ռուսաստան-Բելարուս դաշինքին եւ կալանավորել նրան քաղաքական հայացքներ արտահայտելու համար, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ, այլ ավելի շուտ ուղղված են նրա արտաքին հարաբերությունների մաքսիմալացմանը սեփական զարգացման շահերից ելնելով լուրջ մտահոգություն է առաջացրել։ Լավրովը մտահոգված է, ասում է, որ Վարդան Ղուկասյանին ազատազրկել են նրա համար, որ նա պատկերացում ունի, գաղափար ունի այն մասին, որ պետք է Հայաստանը ձգտի Բելարուսի եւ Ռուսաստանի հետ միութենական պետության մաս դառնալ։ Մեկնաբանելու բան չկա, Լավրովը սուտ է ասում, Վարդան Ղուկասյանին կալանավորել են կոռուպցիոն մեղադրանքով, կաշառք վերցնելու մեղադրանքով։ Այո, մի բան նաև քրեական վարույթեր իր նկատմամբ նախաձեռնվել այդ հայտարարության հետ կապված, այդ միութենական պետության մասով, բայց եթե ես նույնիսկ ճիշտ եմ հիշում, այդ գործը կարճվել է անգամ։ Անազատության մեջ է Վարդան Ղուկասյանը, կալանքի տակ է Վարդան Ղուկասյանը, կոռուպցիոն գործով, կոռուպցիոն մեղադրանքով, սա ոնց որ նկատի մեկնաբանելու բան չկա, դա սուտ է։ Հիմա եթե Լավրովը համարում է, որ ստեղ կոռուպցիա չի եղել եւ հետապնդումը կոռուպցիոն գործով հետապնդում, թեև ինքը դա չի ասել, ինքը ասել է, որ կալանքի տակ է բանի գործով, այն մյուս գործով, ինչը սուտ է, տենց չի, ուղղակի փաստական սուտ է։ Եթե Լավրովը համարում է, որ կաշառք չի եղել եւ Վարդան Ղուկասյանի գլխին սարքել են, կներեք, այդ իհարկե Լավրովի իրավունքն է, ինքը իրավունք ունի համարելու, որ երկիր մոլորակը կլոր չի, որ մածունը սև է կամ ինչ ուզի, բայց կներեք, այս գործը առանձնանում է մի շարք այլ կոռուպցիոն գործերից նրանով, որ փաստական առումով բավականին հիմնավորված է, հա, այսինքն ձայնագրությունները կային, ամեն ինչ մանրամասն կար այս գործի հետ կապված։ Եվ այս դեպքում սա ինչ է նշանակում, հաշվի առնելով, որ ոչ միայն Լավրովն է ասում, այլ նաև արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն է ասում, Ռուսաստանի կողմից այս տեղեկատվական բովանդակությունը մատուցել Եկեք արձանագրենք, որ Ռուսաստանը սուտ տեղեկություններ ամենաշատ տարածող երկրի, ես չգիտեմ, կարող է Ռուսաստանից ավելի շատ պաշտոնական մակարդակով ավելի շատ ստեր տարածող երկրներ կան, բայց գոնե ոչ այն երկրների ցանկում, որոնք որ մեր ուշադրության կենտրոնում են, որոնց որ մենք հետևում ենք, հա, ես չգիտեմ, կարող Աֆրիկայում ինչ որ երկիր կա, որ ավելի շատ է սուտ տարածում, քան Ռուսաստանը կամ ինչ որ, չգիտեմ, Օկեանիայում ինչ որ տենց երկիր, չեմ կարող ասել, հա, բայց այն որ մեր տեսադաշտում գտնվող երկրներից ամենաշատ ստեր տարածող երկիրը Ռուսաստանն է, տարբեր առիթներով ստեր, այդ նորություն չի, ես կարծում եմ, որ սա արդեն հայաստանյան հասարակությանը վաղուց հայտնի իրողություն է։ Այն որ Ռուսաստանը ստեր է տարածում Հայաստանի մասին, սրա մասին հայաստանյան հասարակությունը էլի վաղուց գիտի, հա, առնվազն 10-11 տարի նենց շատ ակնհայտ քեյսեր։ Ես հիշում եմ Էլեկտրիկ Երևանի ժամանակ ջրանետով, ժողովրդի լեզվով ասած ջրցանով ծրված ցույցը բոլորդ հիշում եք, չէ՞, այսինքն հիշում եք, չէ՞, որ խաղաղ ցույցեր մարդիկ նստած էին գետնին, ոչ մեկ ակտիվ դիմադրություն չէր ցույց տալիս։ Դիմադրությունը զուտ пассив դիմադրություն էր, ոչ մեկ ոչ ոստիկանի խփելա, ոչ ոստիկանին, ոչ ակտիվ դիմադրություն չի եղել։ Եթե կհիշեք, ժամանակ ռուսական
պետական հեռուստաալիքները ասում էին, որ այդ ցույցի ժամանակ եղել է ու ցույցն էլ զուտ էլեկտրաէներգիայի վերաբերյալ էր, ոչ մի տես ասում էին, որ այդ ցույցը ինչ որ հակառուսական ցույց է եւ ցուցարարները օգտագործել են ցուցարարները դանակ են կիրառել ոստիկանների դեմ, վիրավոր ոստիկաններ կան, այսինքն բաներ էին ռուսական հեռուստաալիքները այդ օրերին հեռարձակում։ Այդ պատմությունից սկսած մեծ հաշվով հայաստանյան հասարակությանը սկսեց պարզ դառնալ, որ Ռուսաստանը պետական մակարդակով հանգիստ կարող է ասել, որ մածունը սև է։ Մածունը սև է եւ վերջ։ Մածունը սև է, մենք մածունը սև ենք տեսնում, ով որ մածունը սև չի տեսնում, դա բանա ստուտ ասում ինքը, մածունը սև է։ Հենց որ այս առումով զարմանալ պետք չի, եթե ձեր հարցը ավելի շատ քաղաքական կոնտեքստում էր, ապա այո, մենք հստակ տեսնում ենք, որ Ռուսաստանը թե բացահայտ միջոցներով եւ թե ծպտյալ միջոցներով Հայաստանում ապատեղեկատվություն տարածող հիմնական դերակատարներից է, բացահայտ մեթոդները ձեր մատնացույց արածներ, ծպտյալ մեթոդները մի շարք գործիքակազմեր են, մի շարք կայքեր, լրատվամիջոցներ, հայտնի կայքեր, անհայտ կայքեր, ֆեյքերի խմբեր, տարբեր ֆեյքերի տարբեր ֆաբրիկաներ, ընդհուպ միջև Պրիգոժինի ֆեյքերի ֆաբրիկան, որի մասին շատ վաղուց գիտեինք, բայց որը ողորմածիկ Պրիգոժինի բնականաբար էլի, որի ֆեյքերի ֆաբրիկայի մասին դեռ շատ վաղուց գիտեինք, մի 10 տարի առաջ երևի գիտեինք, բայց Հայաստանում երբեք չէին նկատվել ստեր ապատեղեկատվություններ, այո, Ռուսաստանը տարբեր մեթոդներով, տարբեր գործիքակազմերով տարածում է ռուսական իհարկե Կրեմլի տակ պտտվող իրավապաշտպան կառույցներ կան, որոնք արդեն ասում են, որ Հայաստանում 200 քանի քաղբանտարկյալ կա, պատկերացնում եք 200 քանի քաղբանտարկյալ, մարտի 1-ից հետո ինձ թվում է 200 քանի քաղբանտարկյալ չեր եղել այս երկրում, վերջը, այդ ընդհանուր գիծ է, որի հիմնական նպատակն այնտեղ մի քանի նարատիվ կա, բայց կոնկրետ այս նարատիվը հիմնականում նպատակ է հետապնդում տպավորություն ստեղծելու, որ Հայաստանում ժողովրդավարություն ընդհանրապես չկա։ Եվ ստեղ ես ուզում եմ ասեմ, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակով մեղմ ասած երջանիկ չենք, էլի, մեղմ ասած երջանիկ չենք։ Բայց մենք ինչ որ բան ունենք եւ շատ կարեւոր է որ հասարակության մոտ տպավորություն չստեղծի որ դա գոյություն չունի։ Այն ինչ որ մենք ունենք պետք է արժևորել, պաշտպանել եւ զարգացնել։ Իսկ Ռուսաստանը փորձում է տպավորություն ստեղծել որ մենք դա էլ չունենք, որ մենք ընդհանրապես որ մեր մոտ ավելի բռնապետական ռեժիմ է, քան թե Ռուսաստանում։ Այ Ռուսաստանում ժողովրդավարություն է, իսկ մեր մոտ բռնապետություն է։ Այս գիծը բավական վտանգավոր է եւ այս գիծը ընտրություն է ընդառաջ տարածվող ապատեղեկատվական նարատիվներից հիմնական նարատիվներից մեկն է։ Մյուս նարատիվը օրինակ անապահովության կամ ապահովության բացակայության, հայ ֆիզիկական ապահովության բացակայության տպավորություն ստեղծելն է։ Իմիջիայլսա էլ զուտ հայաստանյան այս ամեն ինչ ինչ որ ասում եմ մենակ Հայաստանում չի դիտվում լրիվ նույնը դիտվել է Մոլդովայում էլի նույն ռումբերի կեղծահազանգերը որոնք տարիներ առաջ Հայաստանում կար նույն մեթոդը Մոլդովայում է դիտվել այն ժամանակ երբ որ ռումբերի կեղծահազանգեր էին ելնում մենք չենք հասկանում ինչ է օրը մի քանի հատ ռումբի կեղծահազանգեր ելնում շատ հնարավոր է որ ընտրություններին թառաչել լինի մենք չենք հասկանում այս ինչ է տեղի ունենում հա Բայց նույնը Մոլդովայում ընտրություններից առաջ տեղի ունեցավ եւ պարզ դարձավ որ դա ընդհանուր այդ ապահովության բացակայության տպավորություն ստեղծելու գծի սպասարկման հիբրիդային մեթոդներից մեկն է մի շարք ուրիշ մեթոդներ էլ կան մի շարք ուրիշ նարատիվներ էլ կան մի մասը էլի բոլոր երկրներում Ռուսաստանը կիրառում է մի մասը զուտ հայաստանյան են Օրերս հրապարակվեց Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության զեկույցը, որտեղ նաև անդրադարձ կար հիբրիդային պատերազմին, իհարկե ծառայությունը որևէ ուղղություն կոնկրետ չնշելով նշում էր, որ ընտրություններին ընդառաջ հիբրիդային պատերազմի ինչ-որ հիբրիդային պատերազմ տեղի կունենա, արդյոք Ռուսաստանի նկատի ուներ թե ոչ եւ ինչու է կաշկանդված Հայաստանի պետական կառույցը կոնկրետ կետերը նշելու հարցում։
Դրանք երկու արձանագրում նախ բնականաբար Ռուսաստանին ոնց որ բայլում բայց ինչի են կաշկանդված միայն արտաքին հետախուզական ծառայություն չէր կաշկանդված իշխանություններն են ամբողջ օրը խոսում կներեք եկեղեցականներն ասում են այ օտար կրա լեյտենանտին զեկուցող չգիտեմ եպիսկոպոս է բայց երբեք չեն ասում որ երկրի լեյտենանտին էլի այդ երկրի անունը տալուց իշխանության ներկայացուցիչները թե զգացել եք ամեն ձև խուսափում են իշխանության բոլոր ճյուղերի դեսա պայմանավորված է նրանով որ չեն ուզում Ռուսաստանի անունը տան որ Ռուսաստան որ լարում չստեղծեն հարաբերությունների մեջ այդ հարաբերությունները տեղից իհարկե ինչքան բավականին լարված են բայց եկեք չասենք որ այդ հարաբերությունները ինչքան ուժ ունեն այդքան լարված են Եվ լրացուցիչ լարում ստեղծելը ես հստակեցնեմ ես չեմ արդարացնելու կոնտեքստում չեմ ասում բայց ինչ որ տրամաբանություն կասում են լավ ինչի լրացուցիչ լարում ստեղծենք այս բայդրությամբ դեռևս իրանցից գազ են կառնում դեռևս իրանցից հիմնական արտաքին առևտրի ուղղությունը իրանք են ոնց որ լրացուցիչ լարումը մեզ պետք չի Հա լրացուցիչ լարում կարելի է ստեղծել, եթե այդ լրացուցիչ լարում ստեղծելուց ինչ-որ բան է ստանում։ Օրինակ Հռոմի ստատուտը վավերացնելը, այո, լրացուցիչ լարում ստեղծել էր հայ-ռուսական հարաբերությունների, բայց դրա դիմաց գոնե գիտենք ինչ ենք ստանում, էլի։ Հիմա այստեղ ստացանք, ներողություն, ինչ ստացանք, ոչ Ադրբեջանի ուղղությամբ դա աշխատեց, ոչ Ռուսաստանի։ Չէ, Հռոմի ստատուտը վավերացնելը ամենաշատը ազդեց սպառազինությունների դիվերսիֆիկացիայի մասով։ Ես խիստ կասկածում եմ, որ մեզ Ֆրանսիան կամ մի շարք այլ եվրոպական երկրներ, որոնցից մենք հիմա սպառազինություն ենք ձեռք բերում, այդ սպառազինությունը մեզ կմատակարարեին, եթե մենք Հռոմի ստատուտում ավավերացրած չլինեինք, խիստ կասկածում եմ։ Հիմնական արդյունքը Հռոմի ստատուտի վավերացման սա է։ Եվ իհարկե Հռոմի ստատուտը ինչ որ փոքրիկ Սենց ասեմ, շատ վատ սցենարների, շատ վատ ռազմական ագրեսիայի սցենարների դեպքում ինչ-որ մեխանիզմ է, որը կարող է Հայաստանը գործածել։ Այդ շատ վատ սցենարները բարեբախտաբար Հռոմի ստատուտի վավերացումից հետո գոնե չեն եղել, հա։ Վերջը, բայց դա Ռուսաստանի հետ հարաբերությունները լարեց, բայց այդտեղ գիտեինք ինչի ենք հարաբերությունները լարում։ Ոնց որ այդտեղ Ռուսաստանի անունը տալ եւ հարաբերությունները լարել, ենթադրում եմ, որ իշխանության ներկայացուցիչները իրենք հարցնում են, լավ, ինչ ենք մենք ստանալու այդ, ինչ ենք մենք ստանալու դրա դիմաց, ասում են դե լավ, դե եկեք անունը չտանք։ Ենթադրում եմ, որ այս տրամաբանությունն է գործում եւ սրա համար է, որ արտաքին հետախուզական ծառայության զեկույցում կամ Փաշինյանի ելույթներում Ռուսաստանի անուն կոնկրետ Ռուսաստան բառը դուրս է հանված, հա, այսինքն ամեն ինչ գրված է, բայց երկրի անվանումը գրված չի։ Հայտնի դարձավ, որ Չէ կներեք, բայց մի հարց էլ տամ ես Հռոմի ստատուտի հետ կապված նոր այլ թեմայի անցնենք։ Երբ դա քննարկվում էր, որ Հայաստանը պետք է ընդուներ, դա կարծեմ 22 թվականի դեկտեմբերի կառավարության վերջին նիստն էր։ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ մենք սրանով Ադրբեջանի դեմ միջազգային հայցեր ենք ներկայացնելու իրենց արած պատերազմական հանցագործությունների համար։ Այս առումով չաշխատեց Հռոմի ստատուտը, ինչու՞։ Ես չի շտապի ասել, որ չաշխատել, տեսեք, ցանկացած մեխանիզմ որ կա, այդ մեխանիզմի գոյությունը ինքնին երբեմն արդեն աշխատում է, հա։ Հիմա պայմանական ասած, եթե ոստիկանը զինված է, հա, պարեկների ձեռքում զենք կա։ Հայաստանի 3000 պարեկներ են մոտավորապես, բոլորը դուրս են գալիս ծառայության ատրճանակներով։ Այդ ատրճանակներից քանիսն է երբևիցե կիրառվել։ Մի քանի եզակի դեպք է եղել, մնացածը չի կիրառվել, բայց հաճախ ատրճանակի առկայությունը ինչ որ զսպող դեր ունեցել։ Նույնը ստեղ։ Իսկ միգուցե Հռոմի ստատուտով միջազգային ատյաններ հայց չներկայացնելը կամ չներկայացնել Ադրբեջանի դեմ ճնշման, միգուցե ոչ մեծ, ես այդ միջազգային իրավական մեխանիզմների մասով մի քիչ սկեպտիկ եմ, միգուցե ոչ մեծ, բայց լծակ է։
բայց լծակ է, որը գումարվում են բոլոր լծակները եւ արդյունքում ունենում ես ինչ որ պատկեր, ունենում ես, չգիտեմ, ագրեսիայի բացակայություն, ունենում ես նախաստորագրված խաղաղության պայմանագիր, ունենում ես վերջը ինչի որ ուզում, ինչի որ ձգտում ես, դա ունենում ես կամ դրա մեծ մասը ունենում ես։ Այս նման լծակները հաճախ հենց այդպես են գործում։ Այլ թեմաների անդրադառնանք, տեղեկություններ կան իհարկե ոչ պաշտոնապես, բայց Ազատությունը իր աղբյուրներին հղում անելով հայտնում է, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն լինելու է Նարեկ Կարապետյանը։ Այս ուժը ասում է, որ իրենք փետրվարի 12-ին պաշտոնապես կհայտարարեն թող իրենց վարչապետի թեկնածուն, բայց այս մամուլում արկա տեղեկությունները հաշվի առնելով Նարեկ Կարապետյանի թեկնածությունը արդյոք այս դեպքում նոր ուժի պարագայում լավագույններից է եւ ինչ կարող է ձեզ փոխել։ Այդ երևի ես չպետք է գնահատեմ լավագույններից, լավագույններից չէ։ Ենթադրում եմ, որ իրենց քաղաքական ուժով հավաքվել են, քննարկել են կամ հավաքվելու են չենց ենթադրում եմ արդեն հավաքվել քննարկել են եւ որոշել են, որ թեկնածունը ամենապոտենցիալ ռեյտինգային, ամենապոտենցիալ հաջողակը այս կոնտեքստում ամենանվազխոցելին ենթադրում եմ, որ այդպիսի հաշվարկ է արվում տենց դեպքերում, հաշվարկի արդյունքում որոշում են, թե ով պիտի լինի, այդ մեխանիզմով կանգնել են Նարեկ Կարապետյանի թեկնածության վրա, եթե Նարեկ Կարապետյանի թեկնածությունն է, ես Ազատությունը գրել է, բայց միարժեք կվախենամ պնդել, որ դա այդպես է։ Բայց մոտավորապես այս մեխանիզմով է որոշումը կայացվում, հա։ Տարբեր թեկնածուների մասով ծանր թեթև են անում, կշռում են եւ որոշում են։ Եթե օրինակ Նարեկ Կարապետյանն է լինում են 1 դրամի պահը տրամաբանական չի դառնում, որովհետեւ գալիս է մարդ, որը սոցիալական խնդիրներ չունի եւ ինչպես իրենք են ասում իր ներուժը կդնի ինչպես իրենք են ասում տնտեսության զարգացմանը, երկրի շենացմանը, թե այնուհանդերձ եթե անգամ Նարեկ Կարապետյանն է լինում թեկնածուն, այդ 1 դրամի պահը էլի խնդրահարույց է շարունակում մնալ։ Գիտեք, 1 դրամը մի քիչ ոնց ասեմ Մասամբ խնդրահարույց է, մասամբ այդքան էլ խնդրահարույց չի։ Ասեմ ինչքանով է խնդրահարույց, ասեմ ինչքանով խնդրահարույց չի։ Պետական պաշտոնյան սկսած, չգիտեմ, կրտսեր մասնագետից կամ տեսուչից կամ չգիտեմ, միջև վարչապետ ու նախագահ ծառայում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ դրա համար Հայաստանի քաղաքացիներից վարձատրվում են։ Սա է մեխանիզմը։ Երբ գալիս է մարդը, որ ասում է, որ ես առանց վարձատրության ձրի եմ աշխատելու, այստեղ մի քիչ, ոնց ասեմ, մի կողմից ասում ես, օքեյ, ինչի՞ չէ։ Հիմա եթե վաղը դուք ձեր տանը ուզենաք վերանորոգում անեք եւ պրառաբը ասի, որ ես ձրի կաշխատեմ։ Ես ինձ փող չեմ պահի, այո, վարպետներին փող կտան, բայց ես ձրի կաշխատեմ, ես որպես պրառաբ ձրի կանեմ։ Իհարկե առաջի ռեակցիան է, որ հա, ինչի ոչ, ավելի լավ։ Բայց մյուս կողմից փորձում ես հասկանալ, դե որն է դեպքում ինչի է դա անում, որն է պրառաբի մոտիվացիան։ Ինչ որ գաղափարներ, ինչ որ չգիտեմ գաղափարների առաջ տանում, օքեյ, կարա լինի, ձեզ իրան ընտրելու մոտիվացիայի ավելացում, որ ընտրեք ասեք, բայց սոտք ես պրառաբը ձրի անում, բերես մեկին ընտրեմ, ոչ թե մեկին որ փողով, օքեյ, կարա, էդ էլ բանա, բայց ակամայից հարց առաջանում, որը պետք է պատասխանվի, ես հիմա չեմ պնդում, բնավ չեմ պնդում, որ Նարեկ Կարապետյան այդ վերաբերվում է, բայց իսկ կարող է այդպես անում, որպեսզի իրան ընտրեն, բայց ինքը կոռուպցիայով զբաղվի։
Սկսած պրարաբից միջև վարչապետ է։ Նկատում ես հարցը կա, այս հարցը առաջանում, այս հարցը չի կարող չառաջանալ։ Այս հարցին ամեն դեպքում ընտրողները պետք է պատասխան, որտեղ այդ տխուր դեպքեր եղել են համաշխարհային պրակտիկայում այդ 1 դրամների կամ 1 դոլարների, որտեղ բարձվել է, որ կա իրականում կա կոռուպցիա։ Եվ մյուս Այս խնդիրը կա, բայց ես չեմ ուզում պնդեմ, որ դա վերաբերում է Նարեկ Կարապետյանին, էլի, որտեղ դա նորից ակնհայտ աշխատավարձից հրաժարվելը ոնց ասեմ, նրա համար է, որպեսզի հեղինակությունը բարձրանա։ Բայց ոնց որ այդ ակնհայտ է, որ մարդիկ նախընտրեն ոնց որ միշտ ավելի էժանն ես, չէ՞ նախընտրում, երբ որ մնացած ամեն ինչ հավասար է, կա ավելի էժանը կամ անվճարը, բայց դրա տակ կոռուպցիա, թե դրա տակ իրոք հարուստ մարդ, որը ուզում է լավ ծառայի երկրին, ինձ թվում է այդ ընտրողները պետք է որոշեն։ Եվ մյուս հարցը, որ քննարկվում է Կարապետյանների հետ կապված նրանց իշխանության, հնարավոր իշխանության գալու դեպքում, ասում են նրանք Ռուսաստանում մեծ բիզնեսներ ունեն, եւ եթե Ռուսաստանը փորձի ուզենա ցանկանա ճնշել, այ դա կօգտագործի որպես գործիք։ Նարեկ Կարապետյանը դա բացառում է, տարբեր օրինակներ է ցույց տալիս, ասելով, որ Ռուսաստանում այս գործարանն ունի, միջև հիմա գործում է եւ այլն։ Ինքը սխալ օրինակ էր բերել, ինքը բերել էր Պորոշենկոյի օրինակը, որը սխալ էր, ինքը սխալվում էր այդտեղ, սխալվում էր կամ միտումնավոր էր սխալ ասում, չգիտեմ։ Պորոշենկոյի գործարանը, որտեղ 17 թվականից փակվել է ու արդեն քան տարի առաջ պետությունը Ռուսաստանը ձեռից խլել է, նենց որ ինձ թվում է ավելի լավ Նարեկ Կարապետյանը Պորոշենկոյի գործարանի օրինակը չբերեր, որտեղ այդ օրինակը լրիվ հակառակի մասին է պնդում։ Բայց այնուհանդերձ դա իրենց վրա ճնշման գործիք կլինի, թե ոչ։ Իհարկե կլինի։ Բայց նրանք դրան տուրք չեն տա։ Այդ ամեն ինչ իհարկե ուրիշ հարց։ Այո, Պորոշենկոյի վրա ճնշման լծակ Ռուսաստանը ուներ, այդ ճնշման լծակը բանեցրեց, բայց Պորոշենկոն դրան տուրք չտվեց։ Ասեց ջանամ, գործարանը ձեռքս առնում եք, ինչ անում եք արեք, ես իմ հայրենիքի դեմ դրա խաթր չեմ գնա։ Հիմա իրանք դրան տուրք կտան, թե դրան տուրք չեն, ես նորից ես չեմ ուզում հիմա մտնեմ Կարապետյանների մարդկային որակների գնահատման տիրույթ, որը նախ չափելի չի, երկրորդը մի քիչ կոռեկտ չի, էլի։ Թող որոշեն։ Այստեղ ընտրողները քաղաքականություն եւ Ռուսաստանում հսկայական կարողություններ ունեն։ Հիմա պետք է Հայաստանում ընտրողները հասկանան, այս մարդիկ, եթե իրենց բիզնեսն է մի կողմում դրվում, մի կողմում Հայաստան, այս մարդիկ ինչ են ընտրելու։ Եկեք հետեւյալը արձանագրենք։ Ռուսաստանում բիզնես ազատություն չկա։ Ռուսաստանում չի կարող Կրեմլին դեմ մեկը բիզնես ունենալ, հա, ինչ որ բան, փոքրիկ խանութից մեծ բիզնես ունենալ, փոքրիկ խանութն էլ շատ մեծ հարց է։ Ձեռց կառնեն թե չեն առնի, դա էլ նայած է Ռուսաստանի որ մասում ինչ ընդդեմ։ Բայց փոքրիկ խանութից բարձր հնարավոր չի ունենալ ավելի մեծ բիզնես եւ փոքրիկ խանութից մեծ բիզնես եւ Կրեմլին դեմ գնալ։ Այդ Կրեմլին դեմ գնալու դեմ կգնան բիզնեսից թեկուզ զրկվելու գնով, թե Կրեմլին դեմ չեն գնա, այդ ես չեմ կարող կանխատեսել, դա պիտի Հայաստանի նորից եմ ասում, պիտի Հայաստանի ընտրողները որոշեն, Կարապետյանները ինչ ավելի բարձր կգնահատեն նման իրավիճակում, որ սա ընտրողների որոշելիքն է, ես չունեմ իմ գրպանում փաստ, որ հանեմ ասեմ, այ Կարապետյանները սենց կվարվեն կամ չէ, այ Կարապետյանները նենց կվարվեն։ Ընտրողները պիտի որոշեն։ Ես ինքս որպես ընտրող իմ համար, տեսեք, ես ինքս որպես ընտրող իմ համար իհարկե ունեմ պատկերացում եւ ունեմ ընկալումներ սրա հետ կապված, բայց ես չեմ էլ ուզում սկսեմ քարոզել կամ բան անել։ Թող ընտրողները գնահատեն, որոշեն։
Եվ Շատ կարևոր է, քանի մենք խոսում ենք ընտրողներից, շատ կարևոր է այստեղ իհարկե ընտրությունների որակը։ Շատ կարևոր է, որ ընտրությունների որակը լինի այնպեսին, որ ընտրողները իրոք ինքնուրույն որոշեն, ոչ ընտրակաշառքով որոշեն, ոչ մեդիա մանիպուլյացիաների տակ որոշեն, ոչ հիբրիդային գործողությունների արդյունքում ձևավորված պատկերացումների կամ տպավորությունների տակ գործեն, ոչ գործատուի կողմից ճնշման, ընդ որում գործատու նկատի ունեմ թե մասնավոր, թե պետական կողմից որոշված ինչ-որ թելադրանքով գործեն, չէ, ընտրողները ազատ, հանգիստ մտածեն եւ որոշեն իրանք որ հարցին ինչ գնահատական են տալիս եւ այդ ամեն ինչի արդյունքում որոշում թե ում են քվեարկում, էս է մեխանիզմը։ Եվ հիմա քննչական կոմիտեն հայտնում է, որ Նարեկ Կարապետյանը հրաժարվել է զինծառայությունից ազատվելու պատճառ դարձած առողջական խնդրի կապակցությամբ հետազոտություններ անցնել, սա ինչպես կմեկնաբանեք։ Ինձ թվում է այստեղ երկու բան պետք է ասենք, առաջինը այդն է, որ նման բուժզննությունից անցնելը ամեն դեպքում իրավունք է, այսինքն չեն կարող, եթե ես ճիշտ գիտեմ քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերը, չեն կարող մարդուն պարտադրեն, որ ինքը բուժզննություն անցնի, բայց հարցեր առաջացնում։ Առհասարակ գիտեք, երկրի պաշտպանության մասնակցության մասով ցանկացա ոնց ասեմ, ես բանակում չեմ ծառայել առողջական խնդիրներով, եթե ինձ վաղը որևիցե մեկը կասկածի տակ դնի արդյոք ես այդ խնդիրները ունեմ թե չունեմ, ես կասեմ եղբայր գնամ քո մատնացույց արած բժիշկի մոտ, քո մատնացույց արած հիվանդանոց զննվեմ եւ թող բժիշկը այդ հարցին պատասխանի։ Հա, բայց դրանով հանդերձ օրինակ ես 44 օրյա պատերազմի մեծ մասը անցկացրել եմ ռմբակոծությունների տակ Ղարաբաղում, փորձելով ունենալ իմ անգլերեն դա կոչվում է war effort։ Ես իմ մասին չեմ ասում, ես ասում եմ բոլորի մասին։ Այսինքն հարցեր առաջանում, ոնց է որ 4 եղբայրներ չեն ծառայել բանակում, 4 եղբայրներից ոչ մեկ, եւ այդ հարցերը պետք է պատշաճ պատասխանվեն, սա մի կողմից եւ մյուս կողմից մի հարց, որը ես տալիս եմ շատերին, ընդ որում գիտեք այդ հարցը տալիս եմ օրինակ շատ մարդ, եթե կհիշեք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեխնացուներին, որ բարևարկության մասով հարցնում էինք, դա ուղի եթերում էր, հա, բոլորի մասով այդ հարցը կար, ինչով էին զբաղված 20 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։ Սա ևս կարևոր է, հա, հասկանալ մարդ ինչով էր զբաղված։ Առավել ևս, որ Նարեկ Կարապետյանի հորեղբոր Սամվել Կարապետյանի մասով մեծ հարցեր առաջացնող հայտարարություն կար։ Դա պատերազմի երկրորդ կամ երրորդ օրը արված կամ չորրորդ չեմ հիշում, սեպտեմբերին դեռ արված հայտարարություններ, որով ինքը կողմերին խաղաղության կոչ էր անում։ Կողմերին խաղաղության կոչ, չգիտեմ, Շվեյցարիայի արտգործնախարարությունը կարող անել էլի, բայց ոչ հայ բիզնեսմեն կամ մեկը ով որ հանրային քաղաքական գործիչ է Իրան կապով Հայաստանի հետ կապով այս հարցեր առաջացնող է եւ այս կոնտեքստում ես կարծում եմ որ իրենք պետք է պատասխանեն այն հարցին թե ինչով են զբաղված այդ 44 օրերի ընթացքում եւ որն ա եղել իրանց war effort-ը war effort հայերեն ոնց ասել պատերազմին աջակցելու գործողությունը Տեսեք, քաղաքական գործիչների, ընդհանրապես հանրային գործիչների առումով բաց եւ թափանցիկ միջև վերջ ինֆորմացիան հրապարակելը պահանջ կա նաեւ հասարակության կողմից, որ այդ ինֆորմացիան հրապարակվի, օրինակ այս դեպքում Նարեկ Կարապետյանի ծառայության հետ կապված, բայց արդյոք եթե Նարեկ Կարապետյանը քաղաքական գործոն չդառնա,
նախաձեռնություն չհիմնադրեր, ընտրական process-ների մաս չդառնար, չքննադատեր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, արդյոք այսօր այդ հարցը առաջ եկած կներ եւ սա չի նշանակում, որ այ իշխանությանը կպան, իշխանությունը գուցե եւ արդարացի մի բաց կետ է գտե եւ առաջ է քաշել, բայց եթե Նարեկ Կարապետյանը այդ process-ների մեջ չլիներ, երբեք իշխանությունը այդ ձերք այդ դարակին այսպես ասած չէր հասցնի։ Սա խնդրահարույց չէր նաև ժողովրդավարության տեսանկյունից։ Իհարկե խնդրահարույց է։ Հայաստանում ընտրովի արդարադատության շատ դրսևորումներ ենք տեսնում։ Շատ դրսևորումներ, հա, Աճապաղյանի գործը դրա օրինակն էր, երբ որ մարդը այդ հայտարարությունը արել էր, բան չէին արել, հետո տարիներ հետո հիշել է։ Սա խնդիր է, այսինքն Հայաստանում կա ընտրովի արդարադատություն, դա լուրջ խնդիր է, եւ դա ոնց ասեմ, դրա դեմ պետք է պայքարել ընտրովի արդարադատությանը։ Ձեր հարցը երկու մասից էր բաղկացած, էլի մեկը վերաբերում էր ընտրովի արդարադատությանը, այո, ընտրովի արդարադատություն Հայաստանում կա եւ դրա դեմ պետք է պայքարել եւ դրա դեմ պետք է, գիտեք, դրա դեմ պայքարի գլխավոր մեթոդը հանրային պահանջի ձևավորումն է։ Մենք քաղ հասարակությունով, դուք լրատվամիջոցներով դրա դեմ ինչքան էլ այդ հարցը բարձրացնենք, քանի հանրային լայն պահանջ չլինի, այդ հարցը չի լուծվի։ Ի հանրային լայն պահանջ լինի, որ ընտրովի արդարադատությունը անընդունելի է։ Ոնց Ուկրաինայում այդ պատերազմի, այդ ռմբակոծությունների, այդ ամեն ինչի ֆոնին, եւ որ իշխանությունները փորձեցին հակակոռուպցիոն բյուրոյի անկախությունը պակասացնել, ժողովուրդը տարբեր քաղաքներում դուրս եկավ ցույցերի։ Եվ ցույցերով ստիպեց իշխանություններին, անցյալ տարվա բանը, անցած ամառվա բան եմ ասում, ստիպեց իշխանություններին չգնալ այդ քայլին։ Այնինչ եւ Հայաստանում ժողովուրդը պիտի իշխանություններին ստիպի, որ իշխանությունները ընտրովի արդարադատությունից ձեր քաշեն։ Սա հիմնական մեխանիզմը։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, որ հանրային գործիչների զինված ուժերում ծառայության մասով կա հանրային հետաքրքրություն, իհարկե կա հանրային հետաքրքրություն, միաժամանակ իհարկե կա անձնական տվյալների պաշտպանության մեխանիզմ եւ բժշկական առավելևս տվյալների պաշտպանության մեխանիզմ եւ իհարկե չի կարող զինկոմիսարիատը հայտարարել, ասել, գիտեք, այս մարդը ազատվել է այս հիմքով, այն մարդը ազատվել է այն հիմքով, բայց ես կարծում եմ, որ հանրային գործիչները իրենք պետք է իրենց մասով դրա մասին խոսեն եւ հասարակությունը դրան գնահատական տա։ Հասարակությունը պետք է նաեւ գնահատական տա, այս մարդը օքեյ է, որ ազատվել է, իսկ այս մարդը օքեյ չի, որ ազատվել է։ Իսկ այս մարդը չի ասում ինչի է ազատվել եւ ուրեմն նաեւ հարցեր են առաջանում, բան չի ազատվել, հա։ Սա միջազգային ինչ-որ չափով Հայաստանում կա, այսինքն մարդիկ դա հասկանում եք, Հայաստանում երկար տարիներ էլիտաները չէին ծառայում։ Ներկայացուցիչները չէին ծառայում բանակում, հանրության մեծ մասը ծառայում էր բանակում։ Հաճախ ծառայում էր վատ պայմաններում, պատերազմների ժամանակ զոհվում էին եւ այլն։ Այսինքն այդ հասարակության մեծ մասը այդ բեռը իր վրա կրել է։ Եվ որ էլիտաները այդ բեռը իրանց վրա չեն կրել, դա այս թեմայով հանրային պահանջատիրություն իհարկե կա, օրինակ ի տարբերություն ընտրովի արդարադատությանը վերջ դնելու հարցի, ստեղ կա հանրային պահանջ, եւ լավ է որ կա հանրային պահանջ, որտեղ սա հարկ տալու նման մի բան է։ Բանակում ծառայելը եւ երկրի պաշտպանությանը մասնակցելը հարկ տալու նման մի բան է եւ մարդիկ ովքեր այդ հարկը տվել են եւ մարդիկ ովքեր այդ հարկ տալու սահմաններում վիրավորված կամ զոհված հարազատներ ունեն, հարևաններ ունեն, ինչ որ այդ մարդկանց մոտ այդ հարցը առաջանում, ասում լավ, բա եղբայր, բան չի այս ինչ մարդը օրինակ չի ծառայել, այդ կարևոր է։ Ու այդ նորից եմ ասում, օրինակ իմ մասով էլ ես ճիշտ է քաղաքական գործիչ չեմ, ոչ միտեղ ընտրվելու հավակնություն գոնե մոտակա ապագայում չունեմ, բայց նաեւ մասով օրինակ այդ լրիվ լեգիտիմ հարց է։ Եվ նորից եմ ասում, եթե վաղ ինչ-որ մի լրագրող օրինակ ինձ հարցնի ասի, պարոն Եվնիսյան, իսկ հիմնավոր եք, որ դուք
արդարացիորեն չեք ծառայել զինված ուժերում, ես կասեմ եղբայր, արի քո ուզած հիվանդանոցը գնամ այնտեղ հետազոտվեմ, թող գնահատեն արդարացի թե ոչ արդարացի։ Սենց պիտի լինի դրվածքը։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։